Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Արև ձեզ արգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այս բան ես զրուցելու եմ Հայաստանի ԵՍՄ նախաձեռնության հիմնադիրի առաջնորդ Նայիրի Սարգսյանի հետ։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան, մեր հավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Օրս հայտնի դարձավ, որ դուք եւ մեկ այլ քաղաքական միավոր համագործակցության հուշագիր եք ստորագրել Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի հետ։ Խնդրեմ փոքր մանրամասներ բացել, սա ինչ է, սա նախընտրական դաշինք է, սա համագործակցության սկիզբ է, թե վերջնական որոշումները կայացված են, խնդրեմ։ Հայաստանի ԵՍՄ նախաձեռնությունը մշտապես հայտարարել է, որ այո մասնակցելու ընտրություններին եւ Հայաստանի ԵՍՄ նախաձեռնությունը միտումնավոր չի դարձել կուսակցություն, որպեսզի իր որդեգրած սկզբունքներին հավատարիմ լինի եւ բազմիցս հայտարարել ենք Հայաստանի զարգացման թիվ 1 խոչընդոտը վերացնելու համար անհրաժեշտ է լայն կոնսոլիդացիա։ Այս տրամաբանության շրջանակներում բնականաբար մենք գնում ենք կոնսոլիդացիայի եւ առաջնորդվում ենք հետեւյալ կերպ. Արկա վարկանիշ, ընդդիմադիր դաշտում եւ վարկանիշի աճի պոտենցիալ։ Սթափ գնահատում ենք եւ Հայաստանի ԵՍՄ կազմակերպության եւ նախաձեռնության անդամների հետ քննարկումների արդյունքում ցայների այսպես բարձ մեծամասնությամբ որոշում կայացվեց, որ այո որոշման հիմքում դրված դատողությունները հիմնավոր են, փաստարկված են եւ այո անհրաժեշտ է գնալ կոնսոլիդացիայի։ Իսկ քանի որ Հայաստանի ԵՍՄ նախաձեռնությունը ավելի լայն կառույց է եւ տարբեր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ այդ թվում քաղաքական նախաձեռնությունների միավորում է, շատ կոպիտ բնութագրած, որոշում կայացրեցինք, որ Հայաստանի ԵՍՄ-ի անդամները մասնակցեն Հայաստանի ԵՍՄ նախաձեռնության գործընկեր միավորված հայ կուսակցությունով։ Եվ միավորված հայ կուսակցությունը խորհրդով եւ այնուհետեւ անդամներով նորից բարձ քվեարկության արդյունքում որոշում կայացրեց դաշինքին միանալու դրական եզրահանգում տալու։ Այս տրամաբանությամբ մենք գնացինք կոնսոլիդացիայի եւ նորից գտնում ենք այդ թվում մեր հայրենակիցներին, քաղաքական տարբեր ուժերին շարունակում ենք կոչով հանդես գալ, որ միայն կոնսոլիդացիան կարող է խնդրին ճշգրիտ լուծում տալ։ Հիմա սա վերջնական համագործակցություն է։ Ուզում ասել, թե ուրիշ ուժեր դեռ պիտի միանան, ոնց եք պատկերացնում։ Հայտարարված է, որ բաց է, կանխատեսումներից զերծ մնանք այս փուլում։ Ժամանակը ցույց կտա այլ ուժեր կմիանան թե ոչ։ Շատ լավ, պարոն Սարգսյան, ինչպես է գնահատում վարչապետի պաշտոնը զբաղեցնողի այցը Մոսկվա, որտեղ մասնավորապես նաև խոսակցություն եղավ Սամվել Կարապետյանի մասին, հա, Ռուսաստան Դաշնության նախագահը այդ թեման բացեց, Նիկոլ Փաշինյանը փաստորեն արձագանքելով դրան ասաց, որ Հայաստանի ընտրական գործընթացներին կարող են մասնակցել միայն Հայաստանի քաղաքացիները, չնայած մենք հասկանում ենք Սամվել Կարապետյանի ուժը բացել է, թե իրենք ինչ ճանապարհով են պատկերացնում այդ գործընթացը ավարտին հասցնել, բայց սա ինչի մասին է խոսում։ Նախ ռուսական կողմից այդ հարցի բարձրացումը եւ այս կողմից արձագանք։ Գիտեք, հարցը մի քանի պրիզմայի տակ եմ դիտարկում եւ կենտրոնանում ենք ոչ թե երևացող կողմի, այլ արտաքին դրսևորման ու երևացող կողմի հարցադրումը հնչեցրեցի։ Այստեղ ամենակարևորը հարցի չերևացող կողմն է։ Որն է դա։ Տեսեք, երկար ժամանակ էր, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպում էր խնդրում Ռուսաստան Դաշնության նախագահի հետ, ու չէր ստացվում, ընդ որում բաց աղբյուրները բավական հրապարակումներ կան։ Դա փորձեր է կատարվել է դեսպանի միջոցով, արտգործնախարարության միջոցով, տարբեր կառույցների միջոցով, ու չէր ստացվում։ Եվ Ռուսաստանի նման գերտերության հետ հանդիպումը ուղղակի չի լինում։ Որտեղ նախապես օրակարգը, պրոտոկոլը հաստատվում է, հարցերի քննարկման շրջանակը, մոտավորապես դրանց պատասխանները, ակնկալիքները եւ այլն, դրանք մինչեւ բոլորը չքննարկվեն, ուղղակի չի կարող այդ հանդիպումը տեղի ունենալ։ Ինձ համար շատ ավելի զարմանալի է ռուսական կողմի ընդունելությունը, որ համաձայնվեց ընդունել։ Իսկ եթե համաձայնվեց ընդունել, նշանակում է պետք է ունենա որոշակի շահադրթում։ Ինչ ակնկալիք ունի Նիկոլ Փաշինյանից, ինչ ակնկալիք ունի Հայաստանի Հանրապետությունից։
Սրանք հարցեր են, որ կարծում եմ առաջիկա մի քանի ժամերի կամ 2 օրերի ընթացքում մենք կարողանանք վերլուծել եւ հասկանալ չերևացող կողմերը ամբողջությամբ բացահայտել ու կարողանանք գանք վերջնական որոշման կայացման եզրահանգման, որ իրապես հասկանանք ինչի մասին է խոսքը, որովհետեւ արտաքին դրսևորումով շատ པարզ նկարագրեմ, ինձ բացարձակ դուր չեկավ այս ֆորմատը։ Համենայն դեպս ի օգուտ Հայաստանի Հանրապետության դեռևս ոչինչ չտեսա։ Շատ լավ, տեսեք, Նիկոլ Փաշինյանը փաստորեն Արևմուտքի հետ Միացյալ Նահանգները ստորագրում է այսպես ասած պայմանագիր, համաձայնագիր, որ մոդուլային ատոմակայաններ պիտի կառուցեն, եւ երեք էլ Պուտինի ներկայությամբ խոսում էր ռուսական կողմի հետ համագործակցությամբ հայկական ատոմակայանի կառուցման մասին, Սա ինչ խաղ է ի վերջո, ընտրություններից առաջ ռուսական բարեհաճություն ստանալու միջոց է, չգիտեմ, որովհետեւ եթե ամերիկացիները հետ պայմանավորվել եք, ապա ռուսները հետ ինչ եք պայմանավորվել, քանի ատոմակայան պիտի կառուցվի Հայաստանում։ Տեսեք, դասական աճպարություն է իրականացնում։ Գնում արևմուտքում ասում է ինչ ուզեք կտամ, գնում հյուսիսում ասում է ինչ ուզեք կտամ։ Պատերազմը պայմանավորված հարավ դեռևս չի կարողանում գնալ, բայց համենայն դեպս մեսիջներով ասում է դուք ինչ եք ուզում ձգել կտամ եւ այսպես շարունակ։ Բայց արդեն բոլորը բացահայտել են Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն եւ ամերիկյան կողմը գիտի, որ կգնա իր հողի վրա խոստումները կտա եւ հետ դրամագծային հակառականի եւ հյուսիսը պարզ գիտակցում է դա։ Եթե գնանք պարզ դրամաբանությամբ, այսինքն ադեկվատության աստիճանով, ապա ամերիկյան մոդուլային ատոմակայանների մասին խոսույթը բացառապես նախընտրական, այսպես դրական էմոցիաներ առաջացնելու խոսույթ է, որովհետեւ եւ ինքնարժեքի առումով, եւ դրա փորձարկման առումով, եւ դրա բնապահպանական հետևանքների առումով վնասակար որևէ գնահատում չկա։ Մի բան պարզ է, հաստատ ինքնարժեք ավելի բարձր է ամերիկյան մոդուլայինների, հաստատ բնապահպանական շատ ավելի վնասակար հետևանքների առաջացնում ու որևէ մեկը չի տալիս երաշխիք դրա անխափան աշխատանքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում էներգետիկ անվտանգության ապահովման համար եւ այսպես շարունակ։ Այսինքն մենք որպես մենեջերներ բնականաբար այս հարցերի պատասխաններից ելնելով պետք է որոշում կայացնենք, որ դեռևս ժամանակավրեպ է եւ չենք կարող դա իրականացնել։ Բայց տրամաբանական շղթա կառուցելով ու ռացիոնալիզմի ելակետով ակնկալել, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կարող է այդպիսի որոշում կայացնել, ես հեռու եմ այդ այս մատիկ adekvatությունից շատ հեռու եմ։ Հետևաբար սա նորից եմ կարծիքը պնդում, որ նախընտրական ուղղակի դրական ակնկալիքներ առաջացնելու ինչ որ ժեստեր կամ ուղղակի խոստում։ Այս իշխանությունները վերջին 1-2 տարիներին, հատկապես վերջին մի քանի ամիսներին լծված են հասարակությանը համոզելու, որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ, որ Ռուսաստանը հանձնել է Արցախը, Ռուսաստանը մեր թշնամին է, Ռուսաստանը ուզում է ընտրությունների վրա ազդել, Ռուսաստանն ուզում է խլել Հայաստանի ինքնիշխանությունը, վերացնել պետականություն, սրանք ուղղակի ձևակերպումներ չեն, որ ես հիմա ասում, այլ իրենց քարոզչա մեքենայի հիմնական թեզերն են, եւ այդ ֆոնին Նիկոլ Փաշինյանը հայտարարում է իբրև թե պատահական մի քաղաքացու հարցին, թե Ռուսաստանի հետ հարաբերությունների մի լարեք, ասում է Ռուսաստանը բարեկամ երկիր է մեզ եւ հետո ասում է, որ ինքը խնդրել է, որ Պուտինը իրեն ընդունել։ Հիմա այս ամեն ինչի ֆոնին դուք որպես քաղաքացի, ասում որպես օբյեկտիվ դիտորդ նայում եք, եթե Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում, թշնամի է, ուզում է ինքնիշխանությանը խլել, բայց Պուտինին զանգել, խնդրել, գնալ տեսնել այնտեղ Հայաստանի ներքաղաքական կյանքը քննարկելը ինչ էր։ Իմ մոտ տպավորություն էր, որ ինքը Պուտինին ընդունում է, ընկալում է որպես ավակ եղբայր կամ, չգիտեմ, ընտանիքի հայր եւ թույլատրություն է խնդրում, որ մի քիչ էլ թողնի խաղա ինքը Հայաստանում որպես վարչապետ։ Լավ հարցադրում է, որովհետեւ հետեւյալ կերպ եմ պատկերացնում։ Հայկական կողմի նախաձեռնողականությունը կարող է լինել պարտադրված այդ թվում արևմուտքի կողմից, այլ պետությունների կամ այլ ուժերի կողմից։ Ինձ համար այստեղ ամենակարևոր խնդիրը ռուսական կողմի ընդունելության պատրաստակամությունն է, որովհետև սովորական աճպարությունը նորից եմ կրկնում Նիկոլ Փաշինյանի առաջ կգնա այստեղ մի բան կխոստանա կգա հայ ժողովրդին կասի, որ Ռուսաստանի հիբրիդային պատերազմ է մղում Հայաստանի դեմ, կգնա այնտեղ կասի օգնեք խնդրում եմ հիբրիդային պատերազմի դեմ պայքար մղենք, ինքը կարող է ասել ամեն ինչ, որովհետև չունի պատասխանատվության զգացում, նույնիսկ էլեմենտար
տղամարդկային մակարդակի խոսքի բառի պատասխանատվության զգացում այս մարդը չունի։ Ուրիշն չի դեպքում դա։ Դրա վնասակար հետևանքները գնահատելու կարողություն, թե ինչ աղետներ կարող է բերել Հայաստանի գլխին, որովհետև ամենամեծ աղետը արդեն բերել է։ Աստված մի արած է սրանց մեծ աղետներ դեռևս բերի, բայց ինքը այսպես կարող է բերել դա։ Գնալ եւ ասել դե դուք հայտարարեցիք, որ Արցախ Ադրբեջանին է, դրանից հետո որոշեցիք Մենք էլ հայտարարեցինք։ Այսինքն պատկերացնում եք սա ինչ է նշանակում։ Պուտինը որ ասի գլուխդ պատին դու կտաս ինձ օրինակ այդ հարցը աննորմալություն է սա իհարկե, այսինքն որ վաղն էլ Ամերիկայի Միացյալ Նահանգները կամ Թուրքիան հայտարարի, որ Հայաստան թուրքական վիլայեթ է, ուրեմն դուք արդեն պիտի ճանաչեք Թուրքիայի կազմում Հայաստանի Հանրապետությանը։ Այնինչ մենք անընդհատ պետք է մեր սիրելի ժողովրդին հիշեցնենք, որ Արցախը Ադրբեջանին ստուտեղի վրա նվիրել է Նիկոլ Փաշինյանը Պրահայում։ Սա անընդհատ պիտի հիշեցնենք։ Դե Պուտինն էլ դա հիշեցեց։ Իմիջիայլոց արդեն վերջերս բոլորը համարյա թե հիշացնում են։ Ինչի, որովհետև նախ դրան նախորդեց Բորիս Նիկոլ Փաշինյանի հետևյալ հայտարարությունները, որ մեր երկկողմ բանակցությունների համար, հայ-ադրբեջանական բանակցությունների համար երրորդ կողմեր անհրաժեշտ չեն։ Այդ դու երրորդ կողմին դուրս ես մղում բանակցություններից, ցանկացած երաշխիքների տրամադրողի, այսպես պատրաստական տրամադրողին հեռացնում ես բանակցություններից, դու գնում ինքնուրույն ճանաչում ես Արցախ-Ադրբեջանի կազմում, դրանից հետո ակնկալում ես որևէ երկրի գերտերության կամ տարածաշրջանային տերության օգնություն ու օժանդակություն, սա էլ անտրամաբանական է։ Բայց այստեղ մի թեզ էլ նկատենք, պարոն Սարգսյան։ Նիկոլ Փաշինյանը վերջերս անընդհատ կրկնում է, որ առանց Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու Հայաստանը ինքնիշխան չէր դառնա։ Այսինքն այստեղ Պուտինի ճանաչել ընդհանրապես որևէ նշանակություն չունի։ Փաշինյանն ասում է, որ դա պլանավորած գործողություն է եղել իրենց կողմից, հանուն իրենց ասած ինքնիշխանության, այդպես չի ստացվում։ Այդպես է։ Բայց թե պլանավորած գործողությունը ինչ կապ ունի Պուտինն է ճանաչել, Մակրոնը, Տրամպը ոչ մի նշանակություն չունի։ Կա մի մեղավոր հանց, կա մի անձ, որը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում, դրա անունը Նիկոլ Փաշինյանն է։ Այլ մարդ ուղղակի գոյություն չունի։ Դա եւ գործողություններով, եւ իր հայտարարություններով, եւ իր թիմի հայտարարություններով գործողություններով ակնհայտ է, չէ՞։ Եվ դարձել են հիմա խաղաղության կեղծ քարոզիչներ, իբր թե Արցախի հանձնումով Հայաստանի համար խաղաղություն են բերել։ Հակառակը ավելի մեծ սպառնալիքներով վտանգներ են բերել։ Հայաստանի ռազմավարական խորքն են վերացրել։ Պաշտպանական ամբողջ ողնաշարն են ջարդել Հայաստանի եւ այս խելքով ու տրամաբանությամբ խոսում են Հայաստանի ինքնիշխանության մասին։ Խոսում են Հայաստանի ինքնիշխանության մասին Արցախի այսպես հանձնումով ու ասում են մենք ցանկանում ենք Եվրոմիությանն անդամագրվենք։ Նախ սա կեղծ խոսույթ է, սա մի կողմ դնենք, որ կեղծ խոսույթ է, բայց ինքնիշխանության զիջում չի Եվրոմիությանն անդամագրվելու մասին անընդհատ խոսելը։ Որովհետև վերպետական ցանկացած կազմակերպության եւ կառույցի անդամակցություն նշանակում է պետական շահերի, որոշումների կայացման, ինքնիշխանության որոշակի մակարդակի զիջում։ Հիմա ես մի բան չեմ կարողանում հասկանամ շատ դեպքերում, էլի։ Մի կողմից խոսույթ է գնում, որ Ռուսաստանի հետ ցանկացած ինչ-որ միություն միգուցե մարքեթինգային առումով տագեղ է հնչում միութենական պետություն, բայց դեռևս ես անկեղծ չգիտեմ այդ միութենական պետությունը այդ ինչա կա իրականում չկա, մի կողմ թողնենք ռուս-բելարուսական հարաբերությունները, այսինքն վերպետական կամ ԵԱՏՄ-ի մոդեռնիզացված ինչ-որ տարբերակի վերաբացումը չգիտեմ ինչ անուն ունենալու եւ ինչ պետություններին ինչ առաջարկով է հանդես գալու։ Մի կողմից դրան անդամակցությունը Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կամ Նիկոլ Փաշինյանի աջակիցները համարում են ինքնիշխանության զիջում, հաջորդ կողմից Եվրոմիությանն անդամակցում չեն համարում ինքնիշխանության զիջում։ Իսկ ամենավտանգավորը ամեն ինչով նախապատրաստում են Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի վիլայեթացման, ընդ որում վերջերս արդեն շատ ավելի վտանգավոր միտում է նկատվել, որ Հայաստանի Հանրապետության կշիռը նույնիսկ այնքան բարձր չի, որ անմիջապես Թուրքիայի վիլայեթը լինի, այլ Ադրբեջանի միջոցով վերահսկողություն իրականացնի։ Հետևաբար այսքան պարզ տրամաբանական շղթայից հետո հավատալ Նիկոլ Փաշինյանի կեղծ խաղաղության օրակարգերին, Հայաստանի կեղծ ինքնիշխանության թեզերին, ուղղակի զարմանք է իմ մոտ առաջացնում։ Գիտեք, այն որ Եվրամիությունը ինքնիշխանության զիջում է եւ պետությունները իրենց լիազորությունները տալիս են վերպետական կառույցների, դա ցույց է տալիս այսօրին Եվրամիությունում տեղի ունեցող գործընթացները, երբ պետությունները չեն կարողանում իրենց ազգային շահը սպասարկել, այսինքն Հունգարիան չի ուզում մտնել պատերազմի մեջ, ասում են, չէ, դու պետք է մտնես, չէ, ուրեմն պետք է քեզ հանենք Եվրամիությունից, որովհետև մենք որոշել ենք, որ Ուկրաինային պիտի տանք 90 միլիարդ, այդ թվում նաև ձեր ժողովրդի փողերը։ Բայց
մի կողմ թողնենք այդ խոսակցությունը, որովհետև որևէ մեկի Եվրամիությունը Հայաստան, անգամ այսպիսի Եվրամիությունում Հայաստանի չի սպասում, այո, Հայաստանը այդ հնարավորությունը չունի, Հայաստանը այդ չի սպառնում, ինչպես դուք ասացիք, այո, Հայաստանը լավագույն դեպքում կարող է թուրքական ազդեցության տակ հայտնվել, այն էլ չերես Բաքու, ինչպես ժողովուրդը կասեր։ Հիմա տեսեք, իշխանությունները անընդհատ խոսում են պատերազմ չհրահրելու մասին։ Ասում են, այ եթե դուք Արցախի անունը տալիս եք, դուք պատերազմ եք հրահրում։ Բայց մենք տեսնում ենք հակառակ կողմից, օրինակ Ալիևի իշխանությունը միջազգային հանրությանը կոչ է անում հայ ժողովրդին ճանաչել որպես ցեղասպանություն իրագործած ժողովուրդ եւ Հայաստանը որպես ցեղասպանություն իրագործած պետություն հենց այս օրերին։ Այս մարդիկ չեն հասկանում, այս հարցը տալիս եմ չնայած պատասխանը ինքս էլ իմ համար ունեմ, չեն հասկանում, թե ձև են տալի, որ չեն հասկանում, որ խաղաղությունը միակողմանի չի լինում, եթե այն մյուս հակառակ կողմը գետի մյուս ափից խաղաղություն չեն ուզում, դու չես կարող իրան խաղաղություն պարտադրել քո հանձնվելով։ Այո։ Դա նշանակում է անընդհատ տանից դուրս չգալ, որպեսզի Բաքում քեզ չծեծեն, դու ասես, որ ես Բաքում ազդեցիկ մարդ եմ, ինձ ոչ մեկ չի ծեծում, բայց ուղղակի դու տանից դուրս չես գալիս։ Մոտավորապես այս տրամաբանությունն է։ Գիտեք, մարդկանց մոտ հետևյալն է, մենք ժողովրդական խոսք ունենք, չէ՞, շատ ավելի հաճելի է լսել քաղցր սուտը, քան դառը ճշմարտությունը, եւ Նիկոլը հենց այս տրամաբանությամբ է կառուցում իր թեզերը, այսինքն կամ նրա խորհրդատուները եւ այլն էական չիով, բայց այս տրամաբանության ներքո են կառուցում։ Նույնիսկ մարդիկ եթե չեն հավատում խաղաղությանը, հաճելի է անդադ խաղաղություն լսել։ Հիմա հակառակ կողմը, այսինքն ընդդիմությունը այդ թվում մենք անընդհատ պիտի իրական խաղաղության կոնցեպտը տանք։ Օրինակ մենք ոնց ենք պատկերացնում իրական խաղաղության կոնցեպտը երկու հենասյան վրա։ Նախ պետք է Հայաստանի Հանրապետության ներուժը բարձրացնել պաշտպանական, որովհետև ինձ համար կա անքննարկելի ու անառարկելի մեկ ճշմարտություն։ Բացառապես թշնամիների կամ հարևան երկրների անխոհեմ գործողությունների ռիսկը կարող է զսպել քո մարտունակ բանակը։ Այլ տարբերակ ուղղակի չկա։ Սրան համադրել կարելի է գեոպոլիտիկ կենտրոնների հետ հարաբերություններ, տարածաշրջանային տերությունների հետ հարաբերություններ, բայց զուգահեռ, եթե առաջնային պլանը չկատարեցիր, հարաբերությունները շատ պարզ ձևակերպացիր, էլի ժողովուրդ։ Եթե տնտեսություն չունեցար, պաշտպանական կարողություն չունեցար, միջազգային հարաբերությունները առևտուր են, ինչ է զվաճառել։ Բացառապես ոչինչ է։ Հիմա ինչպես կարող ենք ճանապարհ, որը արդեն քոնը չի։ Այսինքն, եթե մենք համոզմունքը ձևավորվում է հավաքական հայ ժողովրդի մոտ, որ այո, քո պաշտպանական ներուժը պետք է բարձրացնես ու ժողանաս, ապա պաշտպանական ներուժի բարձրացման բանաձևը տամ, ինչպես կարող ենք դա իրականացնել։ Երաստիճան համակարգով է լինում դա։ Տնտեսական վիճակ, այսինքն առաջնային թիրախը մենք որ ոլորտ գնանք, պետք է հիմնասյունը լինի տնտեսություն, որովհետև ֆինանսավորում պետք է գա այնտեղից։ Որի ներուժը արդեն ունենք եւ մենք այդ թվում միասին զրուցել ենք դրա մասին։ Mob ռեսուրս եւ դրա այսպես հավաքագրման իրատեսականություն, արդյունավետություն ու արագություն։ Եվ իհարկե արդեն բանակի մարտունակություն։ Բանակի մարտունակությունը նորից երաստիճանի ենք բաժանում իր հերթին։ Առաջին օպերատիվ ստորաբաժանումներ, որոնք որ պատրաստ կլինեն ամեն ինչով իրենց զինտեխնիկայով, զինատեսակներով եւ այլն, մինչեւ 4 ժամ մարտի բռնկվեն, այնուհետեւ օժանդակող ստորաբաժանումներ շատ կրճատ կազմով, բայց միևնույն ժամանակ մոբիլիզացման բարձր հնարավորությամբ։ Նրանք էլ մինչեւ 10 օրվա ընթացքում կարողանան մոբիլիզացնել հանրությանը, ներդաշնակեցնել, ապա մինչեւ 10-րդ օրը մարտի բռնկվել։ Եվ երրորդը սանիտարական ստորաբաժանումը, որը որ պետք է գա այսպես յուրաքանչյուր ոչնչացված կամ վերացված պաշտոնյային թե տեխնիկային փոխարինելու։ Հիմա ինչ այսօր Իրանն է ցույց տալիս, ինչպես կարելի է, այսինքն սրա իրատեսականությունը եւ մենք քննարկել ենք ու օրերով նստել աշխատել ենք մարտական փառահեղ ուղի անցած գեներալների ու սպայական անձնակազմի հետ, վերլուծել ենք աշխարհում ընթացող բոլոր պատերազմները եւ հասկացել ենք, որ այս ծրագիրը համադրելի է այսօրվա նույն իրանական եւ աշխարհին նոր մարտի ձև ցույց տվող ու իր դիրքերը պահելու այսպես էտալոն հանդիսացող, ես հիացած եմ իհարկե Իրանի մարտավարության
Այսինքն սա միակ տարբերակն է, որ եթե նույնիսկ մարդիկ կկասկածեն, որ հնարավոր է այս ձևաչափ աշխատի չէ, վառ օրինակ Իրանի Իսլամական Հանրապետություն, տեսեք, որ աշխատում է, որ պաշտոնյային ոչնչացրեցին, նույնիսկ մինչև 50-րդ, շատ ավելի լավին կարող է նշանակել անմիջապես հետո։ Ուրիշ տարբերակ ուղղակի չունենք։ Այնուհետև սրա հիմքի վրա, հենքի վրա բոլոր պետությունների հարաբերությունների հաստատումներն են։ Ու դաշնակիցների տեսեք, մենք հենց լավ բերեցիք այս տարածաշրջանի օրինակը, որ ընթանում է այս պահին, հա։ Հայաստանը չեմ կարծում առաջիկա 100 տարին կարողանա ավելի լավ ապրել, քան Արաբական Միացյալ Էմիրությունները, որը նավթային միլիարդներ ուներ եւ այլ այդ նավթի միլիարդների հիմքի վրա ուրիշ ներդրումներ էր բերել, հա, տնտեսական հզորություններ էր ստեղծել IT ոլորտում, հա, միջազգային բիզնեսի փողերի առումով, բայց այսօր Արաբական Միացյալ Էմիրությունները հասկացել է, որ ինքը խոցելի է, որովհետեւ չունի բանակ այնպիսին, որը իրենք պաշտպանի իրանական հարվածներից եւ այդ փողերը բոլոր արդեն գնահատում են, որ պատերազմի ցանկացած ելքով ավարտի դեպքում Արաբական Միացյալ Էմիրությունները չի ունենալու այն ներդրումները, որը ուներ մինչ այդ, որովհետեւ բոլորը հասկացան, որ այս պահին այս պետություն չի կարող ինքն իրեն պաշտպանել։ Այսինքն լավ ապրելը, որը սրանք գովազդում են, որ այ եթե բանակ չունենանք, մենք լավ կապրենք։ Դու կարող ինչ որ ընթացքում լավ ապրես, բայց այդ ընթացքը շատ կարճ ժամանակում ավարտվելու է։ Հայրիկյանական ուղղակի կարող փոշիանալ։ Ավարտվել էլ ես խոսում Արաբական Միացյալ Էմիրությունների մասին, որ քանի տասնամյակի պատերազմ չի տեսել, տարածաշրջանը լրիվ այլ է, ապրում է իսլամական միջավայրում, հա, իրեն հարազատ միջավայրում, չկային գոնե այդպիսի թշնամիներ, որոնք ունի Հայաստանը, չունեին այնպիսի մարտահրավերներ, որն ունի Հայաստանը։ Եվ այս ամեն ինչի ֆոնին ուղակի մարդկանց խաբել նրանով, որ մենք փող կբերենք ու ամեն ինչ լավ կլինի, փողն էլ չեն ասում, որ թուրքական կլինի, եթե անգամ գա, սա ուղակի մեծ ստախոսություն է։ Հիմա դուք գնահատելով հասարակության տրամադրությունները, ինչ եք կարծում, պարոն Սարգսյան, հասարակությունը հասկանում է այս խնդիրները։ Մենք որպես մեդիա, մարդիկ, վերլուծաբաններ, մասնագետներ, որոնք իրենք գործում մասնագետներ են, կարողացել են գոնե լավ այս իրանական կոնֆլիկտի ֆոնին հասարակությանը հասցնել են մեսիջը, բացատրել, որ ժողովուրդ, եթե դու չունես բանակ, դու չունես պաշտպանություն, դու չես կարող ունենալ խաղաղություն, դա լինելու է ուղղակի ինչ որ մեկի կամքից կախված խաղաղության ժամանակահատված, որը ամեն պահի կարող է ավարտվել։ Ասենք Ալիևը հիմա ներքին խնդիր ունենա, ներքաղաքական լուրջ խնդիր ունենա, որ կարող է իրենց ընտանիքի իշխանությունը կորցնի, վստահ եմ գրեթե, որ հետ ներքին խնդիրը կփորձի լուծել Հայաստանի դեմ պատերազմական գործողություններ վարելով։ Այսինքն սա ինչու եմ ասում, որ հասարակությունը գիտակցի, որ Ադրբեջանի ներքին խնդիրները անգամ մեր վրա կարող են ազդել։ Ինչ Հայաստանը լավ ասենք, ենթադրենք այստեղ մենք պատերազմ չենք հրահարում, բայց այդտեղ ներքին կոնֆլիկտ կարող է առաջանալ ու այդ հարցը լուծվի ի հաշիվ մեզ մեր դեմ պատերազմ հրահարելով։ Դե այդ դեպքում ինչ ենք անելու։ Շատ կարևոր հարցադրում եք, բարձրացում, տեսեք, մենք մեր գործը կատարում ենք, յուրաքանչյուրս մեր այսպես խրամատում մեր մարտը մղում ենք, բայց դրա արդյունավետության վերաբերյալ կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ։ Նախ այս տեղեկատվական տարափի մեջ մեր կազմակերպության, ձեր մեդիայի, ձեզ որպես անհատի եւ այլն, արդյոք մեր ռեսուրսները ներում են լայն հասարակությանը հասանելիություն ապահովելու համար։ Ակնհայտ է, որ ոչ։ Տեխնիկական խնդիրներից մինչև կառավարման խնդիրներ գոյությունն է։ Տեխնիկականը հետեւյալն է։ Գյուղերում հաճախ մարդը ուղղակի չի կարող ինտերնետից օգտվել սա կարգավիճակը, որովհետեւ գյուղում շատ այդպես քիչ տեղեր են, որ ինտերնետի հասանելիություն կա։ Մարդը պետք է գտնվի տանը, բայց գյուղում շատ դժվար է տանը գտնվել, որովհետեւ ինքը հակառակը հողամասում է գտնվում, անասնաբուծությամբ է զբաղվում եւ այլն։ Օրվա ծանր աշխատանքից հետո ինչ են դիտում։ Հեռուստացույց, հանրային հեռուստաընկերություն, որտեղ լրիվ ուրիշ բան է իրականությունը։ Հետևաբար այս տեղեկատվական տարափի մեջ հասանելի դառնալ մեր հանրության շատ բարդ աշխատանք է։ Այ որ ասում ենք կոնսոլիդացիա անդիմության, նաև սրա մասին է խոսքը։ Անդիմության կոնսոլիդացիա պետք է լինի այդում տեղեկատվության հասանելիության ապահովման։ Թող միմյանց հետ չհամագործակցեն, դաշինքներ չստորագրեն, բայց կան A, B, C կետեր, որոնք եթե չեն իրականացնում, ուրեմն ես բնավորություն չունեմ անդիմությանը այսպես քննադատելու, բայց ուրեմն կգա X փուլ իրանց հետ շատ սուրբ քննադատեք, սա անկարելի երևույթ է։
Հաջորդ։ Ես միշտ ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը Նիկոլ Փաշինյանը չի կախված ընդդիմության հավաքական ընդդիմության աշխատանքից է կախված։ Նիկոլ Փաշինյանը ինչ այսպես իրան հեռացնելու ինչքան գործողություն կար կատարել էր։ Հետևաբար մենք բոլորս պետք է կարողանանք իրեն հեռացնել։ Շատ դեպքերում դե իհարկե այս կոնսոլիդացիայի գաղափարախոսության տակ ընդդիմադիր դաշտում կարելի ասել շատ էր այդ հանդիպումներ են ունեցել, քննարկումներ են ունեցել, ինչ կարևորագույն սխալ եմ նկատել։ Շարունակում է քաղաքական ուժի կառավարումը ուղղահայաց եղանակով գնել։ Օրինակ, քաղ տեխնոլոգիա կլինի, հոգեբանական, սոցիոլոգիական եւ այլն որոշումների ընդունում, ղեկավարից մինչև տարածաշրջանային կետի պատասխանատու ուղղայաց հրահանգ է իջնում գործողության կատարման։ Այնինչ պետք է սա այլ անցում կատարի հորիզոնականին։ Պետք է տվյալ տարածաշրջանի գյուղի պատասխանատուից խնդիրների գիտակցման, հասարակության ակնկալիքների ամբողջական տեղեկատվությունը հետ գա, վերամշակվի, նոր հրահանգի տեսքով հետ գնա նրանց։ Սա մեծամասնության մոտ ուղղակի չկա։ Էլի պիտի գնանք Իրանին, տեսեք, այս պատերազմից առաջ Իրանը որոշել է ցանցային կառավարում իրականացնել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի եւ հիմա անգամ սա նաեւ ինչու եմ ձեզ հետ համաձայն, բացի նրանից որ ներքևից տեղեկատվությունը գա եւ դրա հիման վրա որոշումներ կայացվեն, այլ նաեւ տեղերում մարդիկ պիտի A կետից B կետ իմանան ինչ են անելու, որ սցենարի դեպքում ինչ պիտի անեն, որովհետեւ հիմա դիցուկ պատկերացրեք չենք բացառում, չէ, որ այս իշխանությունները հիմա արդեն Սամվել Կարապետյանին կալանավորել են տնային կալանքի, ասենք ապօրինի հետապանդ բան են ենթարկում, Աստված մի արածը, ասենք ընդդիմադիր մյուս ուժերին, այդ թվում նաև ձեր ներկայացած ուժերի առաջնորդներին կալանավորում։ Իհարկե։ Ինչ անելու այդ մարզային կառույցը, տարածքային կառույցը, ես վստահ չեմ, որ այսօր քաղաքական ուժերից մեծամասնության ներկայացուցիչները գիտեն իրենք ինչ են անելու, երբ որ այս իշխանությունը ձերբակալի իրենց առաջնորդներին։ Սա շատ կարևոր հանգամանք, որովհետև նույն այդ Իրանի օրինակին չեմ բերում, որովհետև հոգևոր առաջնորդին սպանել են, երկրորդը վիրավորված է, անհայտ է ինչ ճակատագիր ունի այս պահին, բայց պետությունը ինքնակառավարվում է, որովհետև ամեն մեկը իր առաջ դրված խնդիրը գիտի որն է եւ գիտի թե ինչպես պիտի լուծի այդ խնդիրը։ Հիմա նույն տրամաբանությամբ ես չեմ համաձայն եմ ձեզ, ես չեմ տեսնում, որ ընդդիմադիր ուժերը հասկանան, որ սցենարի դեպքում ինչպես են գործելու։ Համաձայն։ Դրա համար այս մինչև շատ կոպիտ նկարագրած այս առաջնային խնդրի լուծումը չտրվի, այնպես հաջողությունը չի կարող երաշխավորված լինել։ Հիմա լավ, պարոն Սարգսյան, տեսեք, մենք ձեզ հետ առիթ ունեցել ենք հանդիպելու այս ընթացքում եւ տեսնում ենք ձեր մոտ կա այդ մոտեցումը պլանավորված, ծրագրավորված, հա, հենված իրականության վրա, հա, բայց քաղաքական, երբ որ շփվել եք քաղաքական դաշտի հետ, ձեր մոտեցումները շատերն ունեն, այսօր էլ նաեւ այս ուժը, որի հետ արդեն համագործակցում եք, կա նման գիտակցում, այսինքն շատերն են գետնի վրա իրենց ոտքը դրած գործում, այսպես ասեմ։ Եթե շատ խոսեմ այդ թեմայի մասին կվնասեմ եւ մեզ եւ ուրիշներին, հետեւաբար սահմանափակվեմ դրանով։ Մի խոսքով, այսինքն ես համաձայն եմ նաեւ ձեր դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը արել է այնինչ անում են հերացվող ղեկավարները, այստեղ ընդդիմության խնդիրն է մնում։ Բացառապես։ Ընդդիմությունը կարող է հերացնել, թե ոչ։ Հունիսի 8-ին Աստված մի արածը, որ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, ես իհարկե համոզմունք ունեմ, որ նա չի կարող վերարտադրվել, բայց Աստված մի արած եթե վերարտադրվեց, յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ պետք է գիտակցի իր սխալը, որտեղ ինքը թերացավ, որ նման աղետալի հետևանք ունեցանք հունիսի 8-ին։ Իդեպ ձեր կարծիքը լսելուց հետո քիչ առաջ մամուլում տեսա, որ գրվել էր, որ այն որ դուք ասում եք իսկ ով է Փաշինյանն ուղարկել Պուտինի մոտ, մամուլն էլ գրել էր, որ արևմուտքից խնդրել են, որ ինքը անպայման գնա եւ Պուտինի հետ հանդիպի որոշակի օրակարգեր հրապարակայնացնելու համար, այսինքն ձեր վերլուծությունը կարծեք թե հաստատվում է եւ նաեւ Փաշինյանի վարկն էր ցույց տալիս, որ ինքը ուղղակի գնացել են ինչ-որ բան ասելու հրապարակային, որը հետո այստեղ կաշխատեցվի։ Դա կարող է նորից ինչ շարունակում հետարկել Ռուսաստանի վարկագիծը։ Իսկ նա ինչ որ ընդունել։ Պուտինի հերթին ասելիքներ ունեն։ Շան գլուխը տակնված։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան, դեռ կհանդիպենք, քննարկենք ինչ զարգացումներ տեղի կունենան, ապրիլի 11-ին կարծեմ հանրավաք հրավիրել է։ Չէ, քաղաքական ուժը, տեսնենք ինչ ուղերձներ կհնչեն եւ հետագա զարգացումները այնուամենայնիվ մենք հասկանում ենք, որ այս իշխանության պարագայում չեն բացառում ֆորս մաժորները։
հատկապես կապված այն ուժի հետ, որ դուք դաշինք եք կազմել։ Իհարկե։ Շնորհակալ եմ։ Ես եմ Պարոն Սարգսյան, ես չեմ զրուցում էի Հայաստանի ԵՍ նախաձեռնության հիմնադիր եւ առաջնորդ Նայիրի Սարգսյանից, տեսություն կհանդիպենք։